Հիմա ինչ տեղի ունեցավ Հովանավանքում։ Հովանավանքում մեր գնահատմամբ տեղի ունեցավ սատանիստական ծես։ Բառի բուն իմաստով սատանիստական ծես։ Ծափարությունները, բա գիտեք, չէ՞ որ եկեղեցում չի կարելի ծափարել։ Սատանիստական ծեսը, երբ որ կարգալույծ եղած քահանան, փոխանակ խոհեմաբար, խոնարհաբար ընդունի իր կարգալույծ լինելու փաստը, եթե համարում է, որ արդար չի, վիճարկի դա, որտեղ վիճարկման նաև հնարավորություններ գոյություն ունեն եկեղեցու ներսում։ Հանձնաժողովի։ Այո, նույն հանձնաժողովի բանով վիճարկի, նա փորձեց այս քաղաքական իշխանության միջոցով մարտարավեր նետի եկեղեցուն։ Մարտարավեր նետի եկեղեցու իշխանությանը, եկեղեցու հեղինակությանը, եւ սա ստեյցիան մեր տեսանկյունից սատանիստական ծեսի վերածվեց։ Իդեպ ես ձեզ ասեմ փառք Աստծո, որ ծեսը ձախողված էր բոլոր իմաստներով, դուք տեսել եք, հատուկ որևէ բան իմաստ չունի կրկնել, որ այնտեղ ժողովուրդ չէր հավաքվել, որ այնտեղ հիմնականում վարչախմբի կողմից մոբիլիզացված, ասենք, անձիկ էին, նաև իդեպ ասեմ, որը շատ կարևոր է, բազմաթիվ պետական ծառայության մեջ գտնող մարդիկ, որոնք Կիրակի օրով ըստ էության չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը այնտեղ հայտնվելով։ Որովհետև, ասենք, դուք տեսել եք, որ ինչ-որ մեկը ներս մտած քաղաքացու բերանն է փակում դուրս բերում։ Տեսել եք, որ հոգևորականները փորձում են մտնել Հովանավանք, նրանց դա թույլ չեն տալիս։ Հա, տեսել եք, որ եկեղեցու փաստաբանը փորձում է մտնել տաճար, թույլ չեն տալի։ Դա այդ բոլորը պաշտոնական դիրքի չարաշահում են։ Բոլորը պաշտոնական դիրքի չարաշահում են։ Մենք հատուկ գիտակցված այդ օրը չենք գնացել Հովանավանք, որովհետև հասկացանք, որ այս վարչախմբի նպատակի վերջը այնտեղ բախումներ հրահրելն է, պառակտման հերթական, այսպես ասած, ճեղքվածքը մեր ժողովրդի մեջ մտցնել եւ ասենք, գնում եք այնտեղ ինչ-որ մի սատանիստական ծեսանոց, ձեր մեղքը ձեր վիզը։ Գնացեք ձեր մեղքը ձեր վիզը, մեկը այդ մեղքը ձեր վզին ամանալու։ Մենք չենք գնալու բախման։ Մենք չենք թույլ տալու ձեզ շարունակել պառակտել մեր ժողովրդին եւ ի փառս մեր ժողովրդի ճնշողագույն մեծամասնությունը չգնաց այդ պառակտման, որովհետեւ հասկացավ, որ դա իսկապես աղետ է լինելու։